Վաղաշապատ համայնքի ավականու արտահերտ նիստը, որը այսօր հրավիրված էր համայնքի ղեկավար ընտրելու հարցով, տապալվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նիստին չներկայացավ եւ հենց քվորումի բացակայության պատճառով այն տեղի չունեցավ։ Ես նշեմ, որ քաղաքացիական պայմանագրից ավելի վաղ հայտարարել էին, որ սա իրենց ծրագիրն է նիստին չներկայանալ նաեւ հաջորդ նիստին, որպեսզի կրկին տապալվի համայնքի ղեկավարի ընտրությունը եւ առաջիկա արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքում ժամանակավոր պաշտոնակատար նշանակի։ Նիստին ներկա ընդդիմադիր խմբակցություններից Էջմիածին կուսակցությունների դաշինքից Սևակ Խաչատրյանը ազատության հետ զրույցում անթույլատրելի համարեց իշխող խմբակցության եւ նաեւ կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս մարտավարությունը, որ քաղաքական հարցերի պատճառով փաստորեն համայնքում տապալում են ընտրությունները եւ համայնքը շարժվում է իշխող կուսակցության օրակարգով։ Հետապնդում են միայն քաղաքական նպատակներով այսպիսի գործողություններ, որը ենթադրելու է արդեն իսկ նշել ենք Խոյ համայնքի միացումը Վաղաշապատ խոշորացված համայնքին եւ տեղի ունենա արտահերթ ընտրություններ։ Բացառապես դիտարկում են որպես քաղաքական քմահաճույք։ Սևակ Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ փաստորեն քաղաքական իշխող ուժը իր քմահաճույքով ոչ միայն արտահերթ ընտրությունների ծրագիր է մշակել, այլ նաեւ երկու համայնքներն է խոշորացնում, որպեսզի հնարավորություն ստեղծի Արմավիրի գործող մարզպետին առաջադրվել որպես քաղաքացիական պայմանագրի թեկնածու։ Եթե այդ նպատակով չի, ես նորից եմ կրկնում, ինչի օրինակ, եթե դա համայնքների շահերից է բխում, ինչի Արաքս համայնքը չեն խոշորացնում կամ միացնեն Վաղաշապատ համայնքին։ Այսօր ավելի վաղ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն էր ազատության հետ զրույցում անդրադարձել համայնքների խոշորացման եւ նաեւ Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանի ընտրության հարցին։ Խուդատյանը նշել էր, որ խոշորացումը անում են, որպեսզի համայնքում եկամուտները ավելանան եւ կարողանան այստեղ տարբեր սուբվենցիոն ծրագրեր իրականացնել։ Պնդել էր, թե այն սցենարը, որի մասին խոսում են այստեղ նաեւ ընդդիմադիր ավականու անդամները, թե երկու համայնքները խոշորացնում են, որպեսզի իրենց թեկնածուն, որը Խոյ համայնքից է եւ ըստ էության այստեղ առաջադրվելու հնարավորություն չունի, ստանա այդ հնարավորությունը։ Խուդատյանը պնդեց, թե դա կապ չունի իրականության հետ։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող թեկնածուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է, միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրվել։ Չեն կասկածները, որ միացնում են, որ պարոն Մեխակյանը ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ տրամաբանությունը հետևյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում թեկնածուին, տրամաբանությունը հետևյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում պարունակում են ընդամենը երկու բնակավայր։ Չնայած Դավիթ Խուդատյանի այս պնդումներին, այստեղ ընդդիմադիր խմբակցություններից հայրենատեր խմբակցության անդամներից Ջիվան Աբրամյանը եւս նույն պնդումը արեց, որ այստեղ խոշորացումը արվում է գլխավորապես հենց այդ նպատակով, որ առաջադրվելու հնարավորություն ստանա իշխող ուժի թեկնածու Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը եւ նաեւ նշեց, որ ըստ էության ԿՊ-ն, որ այստեղ ավականի ունի եւ ավականու 15 անդամ, փաստորեն այդ անդամներից որևէ մեկին չի առաջադրում համայնքի ղեկավար, մտածված գնում է արտահերթ ընտրությունների միայն նրա համար, որ իրենց ուզած թեկնածուն դառնա ժամանակավոր պաշտոնակատար, հետո արդեն գլխավորի ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ցուցակը։ Արգիշտի Մեխակյանը ուներ նախկին կապեր, նրա հորը ճանաչում էին, այդ ֆոնի վրա հավաքել է որոշակի ընտրազանգված այն ժամանակ այդ միֆական 18 թվերը, որ իրականության հետ որևիցե կապ չուներ։ Դրանից հետո իրեն դարձրել են թափառաշրջիկ պաշտոնյա։ Այսինքն Էջմիածնի փոխքաղաքապետ, հետո բանը
ուրիշտեղ ինչ որ ուրիշ այլ պաշտոնի, հետո ազգային ժողով, հետո ստեղ, հետո այնտեղ Խոյ համայնքում տեխնացու էր պետք իրան առաջադրեցին, հետո մարզպետ էր պետք իրան տարան մարզպետ, որտեղ պետք է լինում այդ մարդուն տանում են։ Այն, որ քաղաքացիական պայմանագիրը Արմավիրի մարզպետին է առաջադրելու առաջիկա արտահերթ ընտրություններին արդեն խոշորացված Վաղարշապատ եւ Խոյ համայնքների ղեկավարի պաշտոնում այսօր հաստատել էր նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, նշել էր, որ տեխնացուին ընտրել են այն բանի համար, որ նա ունի կառավարչական հմտություններ, ղեկավարել է նախկինում Խոյ համայնքը, այժմ էլ Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցնում, նաեւ եղել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնում եւ տեղյակ է խնդիրներից հարցին, թե ինչու են ավականու կազմը շրջանցել եւ ընտրել տեխնացուի, որը փաստորեն կազմից չէ եւ այլ մարդ է, Խուդատյանը այսօր պարզաբանում էր, թե դա արել են այն բանի համար, որ եթե ընտրեին ավականու կազմից, ապա 1 տարի անց կրկին ընտրություններ կլիներ եւ իրենք փորձել են այստեղ խորքային լուծում գտնել, ինչպես ինքն էր ձևակերպում։ Չենք ուզում համայնքները տանել ցնցման, ուզում ենք, որ նոր ընտրված համայնքի ղեկավարը էֆեկտիվ ժամկետ ունենա իր կարողությունները ցույց տալու եւ իսկապես համայնքային կյանքում դրական փոփոխություններ բերելու, դրանով պայմանավորված 2026 թվականին նախատեսված process-ը տեղափոխվել է 2025 թվական պայմանավորված առաջին հերթին Տիկին Գասպանի հրաժարականով։ Ես ներկայացնեմ նաև Խոյ եւ Վաղարշապատ համայնքներում 2021 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ընտրողների թիվը ինչքան էր եւ եթե այս համայնքները միավորվեն, ինչ պատկեր կստեղծվի արդեն ընդհանուր մեկ համայնքում եւ վերջին ընտրությունների տվյալներով 17 գյուղ միավորող Խոյ համայնքում ավելի քան 20,000 ընտրող կա, Վաղարշապատում մոտ 43,000։ Միավորման դեպքում ստացվում է, որ համայնքի ընտրողների թիվը կավելանա մոտ 50%-ով։ Ընտրություններ այս երկու համայնքներում, ինչպես արդեն ասացի, եղել են 2021 թվականին, ընդ որում բավականին ցածր մասնակցությամբ, բայց ամեն դեպքում երկու համայնքներում էլ հաղթել է քաղաքացիական պայմանագրի տեխնացուն, Վաղարշապատում ստանալով մոտ 52% ձայն, իսկ Խոյ համայնքում մոտ 64% ձայն։ Նաև հավելեմ, որ քաղաքապետը Վաղարշապատի մոտ 1 ամիս առաջ հրաժարական տվեց Դիանա Գասպարյանը առանց բացատրությունների, միայն նշել էր, թե պատճառը անձնական է, սակայն Դիանա Գասպարյանի հետ կապված մամուլում բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ կան, նրա ընտանիքի հետ կապված, դրանք կոռուպցիոն բնույթի են, վերջինն էլ նաև արյունալի վերջաբաներ ունեցել, նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանի տարածքում սպանություն էր տեղի ունեցել, բայց սրանց վերաբերյալ որևէ կապ քաղաքացիական պայմանագիրը Դիանա Գասպարյանի հրաժարականի եւ այս միջադեպերի միջև այդպես էլ չհաստատեց, արդյոք քաղաքապետի հեռանալը կապ ուներ այս պատմությունների հետ, թե ոչ, իսկ Դիանա Գասպարյանը, ինչպես արդեն ասացի, հեռացավ առանց բացատրությունների։